Կախարդական գիշեր։ Մի խաղաղ գիշեր, երբ Արամը հերթապահ էր իր փոքրիկ բուժարանում, երկինքը անսովոր պայծառ էր։ Աստղերը կարծես ավելի մոտ էին եկել գյուղին։ Հանկարծ դուռը մեղմ բացվեց։ Ներս մտավ մի ծեր ճանապարհորդ, երկար սպիտակ մորուքով։ Նրա աչքերը փայլում էին, բայց ժպիտը շատ բարի էր։ «Արամ», ասաց նա, «ես տեսել եմ քո գործերը։ Դու օգնել ես մարդկանց շատ մեծ սիրով»։ Արամը զարմացավ։ «Ես պարզապես արել եմ այն, ինչ պետք էր»։ Ծերունին ձեռքը դրեց Արամի սրտին, այդ պահին մի մեղմ ոսկեգույն լույս փայլեց։ «Քո սրտում ապրում է հազվագյուտ ուժ, բարության ուժը։ Երբ դու բուժում ես մեկին սիրով, նրա ցավը թեթևանում է կրկնակի արագ»։ Արամը թեթև ջերմություն զգաց, բայց դա ոչ թե կախարդանք էր, այլ մի խոր զգացում, որ ինքը ճիշտ ճանապարհի վրա է։ Երբ նա դուրս եկավ բուժարանից, ծերունին արդեն չկար։ Այդ օրվանից գյուղացիները հավատում էին, որ նրանց վրա պահապան լույս կա։ Իսկ Արամը շարունակում էր ապրել սովորական կյանքով, բուժել, ժպտալ և աջակցել մարդկանց։ Նա գիտեր, որ ամենամեծ կախարդանքը ոչ թե աստղերում է, այլ մարդու սրտում։ Եվ եթե երբևէ դու տեսնես, որ ինչ-որ մեկը բարի գործ է անում, հիշիր, գուցե նրա սրտում էլ մի փոքրիկ ոսկե լույս կա։